Լուծենք փորձնական թեստի հարաշվական խնդիրը, երբ 2 կիլոգրամ աղի լուծույթից դատարկեցին 500 գրամ լուծույթ և այնտեղ ավելացրին 100 գրամ մաքուր ջուր, արդյունքում ստացվեց 3,75% լուծույթ։ Գրենք 2 կիլոգրամ լուծում ենք 17, 18, 19, 20 խնդիրները, փորձնական թեստի 2025 թվականի փորձնական թեստի առաջինն է 17-ի վրա աշխատենք, նախ համառոտագրենք 2 կիլոգրամը, դա քանի գրամ է? 2000 գրամ էր մեր լուծույթը, դատարկել ենք 500 գրամ, 2000-ից հանել ենք 500 գրամ, մնացել է 1500 գրամ աղաջուր, 100 գրամ է որի վրա ավելացրել ենք 100 գրամ ջուր, ընդհանուր որքան է դարձել լուծույթը? 1600 գրամ, որը 3,75%-անոց է, ինչ ենք անելու? Այո, կհաշվենք 1600-ի 3,75%, ինչ է ստացվում, կամ սրանական 1/1-ով, ինչ կլինի? 16 անգամ 3,75, 60 գրամ է, 60 գրամ է մեր աղը, այս 60 գրամ այս աղաջրից է եկավ, չէ՞ որ 100 գրամը դու ջուր էիր լցրել, այսինքն հիմա նայի հետ հաշվարկ կարող ենք անել, 17-ի պատասխանը համենայն դեպս ստացանք, հարցնում է քանի գրամ աղ է պարունակում ստացված լուծույթը, 60 գրամ աղ է պարունակում, սա 17-ի պատասխանն է 60, ընտրում ենք երկրորդ պատասխանը 60, այո, պրեսիտոն մի քիչ հետ տանենք, այսպես հա երևի, շնորհակալություն, հետո ուրեմն ստացված լուծույթում ունենք 60 գրամ աղ, որքան էր աղի տոկոսը սկզբնական լուծույթում? Սկզբնականը 2000 չէր։ Սկզբնականը 2000 գրամ էր, բայց աղի տոկոսը ինչքան էր? Աղի տոկոսն եմ ուզում։ X։ Դե պետք է ինչ-որ համատություն կազմենք, հասկանալով, որ այս 60 գրամը բերել էր 1500 գրամ աղաջուրը։ Պատկերացնում ես 1500 գրամ աղաջրում աղը 60 գրամ է։ Բա 100 գրամում որքան կլինի տոկոսը գտնելու համար, պատկերացրեցի X։ Եթե դու 100 գրամի հաշվարկ ես անում, դրանով իսկ գտնում ես այդ աղաջրի տոկոսը, աղի տոկոսը, X ինչ կստացվի 100 անգամ 60 հարաբերած 1500-ի, ստացվում է ինչ 60-15-րդ 4%-անոց էր սկզբնական լուծույթը։ Բնական է, չէ՞, 500 գրամ թափել ենք այդ լուծույթից 2000 գրամից, վրան լցրել ենք 100 գրամ ջուր, 4%-անոցը դարձել է 3,75%-անոց։ Ստուգում ենք անում մտքով հնարավոր է թե ոչ, իհարկե նոսրացրել ենք ջրով, դրա համար 4-ը նվազել է մինչև 3,75, ուրեմն ճիշտ ենք գրում, 18-ի պատասխանը կընտրենք երրորդը 4։ Հիմա 19-րդ խնդիրը։ Քանի գրամ աղ կար սկզբնական լուծույթում, դե եթե 4%-անոց էր, ինչ պիտի անենք? Հաշվենք 2000-ի 4%-ը, բաժանած 100-ի, ինչ է լինում? 80 գրամ, 19-ի համար ընտրում ենք երրորդ պատասխանը, 80, և 20-րդի համար, ինչ կլինի? Քանի գրամ ջուր պետք է գոլորշիացնել ստացված լուծույթից, որպեսզի նրանում աղի տոկոսը հավասար լինի սկզբնական լուծույթի տոկոսին։ Դες ուշադրություն ենք դարձնում այս հատվածին։ Եթե դու ունես 1600 գրամ աղաջուր, որտեղ 1500 գրամը գալիս էր սկզբնական լուծույթից, 100 գրամ ջուրը դու էիր ավելացրել, սա սկզբնական լուծույթից էր եկել։ Որպեսզի դառնա, սա 4%-անոց էր, 4% ներողություն, սա 3,75%-անոց էր։ Որպեսզի նորից 4%-անոց լինի, քանի գրամ ջուր պետք է գոլորշիացնենք։ Ուրեմն ինչքան ջուր գոլորշիացնենք, 20-րդ խնդիրն ենք փորձում գրել, հասկանալի է, որ գրվածից, եթե այս 100 գրամ ջուրը ես գոլորշիացնեմ, կմնա 1500 գրամ, աղը չի հեռանա, և 3,75%-ը արդեն կմեծանա, կդառնա 4%-անոց, որտեղ ես ջուր եմ գոլորշիացնում։ Ոնց որ 20-ի պատասխանն կընտրենք 100, երրորդ պատասխանը 100 գրամ։